Բարև ձեզ, դուք նկատել եք, որ ձմռանը մթերք առնելուց, հիմնական գյուղատնտեսական մթերք, ավելի շատ գումար եք տալիս, քան ամռանը։ Դա նրանից է, որ Հայաստանում հիմնականում բերքը աճում է ամռանը եւ մենք չունենք զարգացած ջերմոցային տնտեսություններ, որպեսզի ձմռանը Հայաստանին ապահովի էժան գյուղատնտեսական ապրանքներով։ Մթերքների էժանությունը ապահովելը շատ կարևոր է մեր երկրի համար, որպեսզի մենք հաղթահարենք աղքատությունը։ Այստեղ մեզ կօգնի Հայաստանի հյուսիսային շրջաններից մեկը նոյեմբերյանի խոշորացված համայնքը։ Նոյեմբերյանը մեղրից հետո երկրորդ ամենափափուկ կլիմայական գոտով համայնքն է։ Այստեղ կարող է աճել այնպիսի բան, որ Հայաստանի մյուս շրջաններում չի աճում։ Օրինակ զեյթուն է աճում, կիվի եւ այլ տեսակի մրգեր, որոնք Հայաստանի համար հատուկ չեն։ Մենք հիմնականում ներմուծում ենք շատ թանկ գներով։ Նոյեմբերյանը դառնալու է Հայաստանի համար ոչ սպეციფიկ գյուղատնտեսական ապրանքների աճեցման հատուկ զոնա։ Նաև ունի հետաքրքիր մի առանձնահատկություն։ Նոյեմբերյանով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը։ Մի կարևոր բան, գիտեք ինչն է ջերմոցներում աճող գյուղատնտեսական մթերքի գնի հիմնական մասը ինքնարժեքի՝ գազը։ Քանի որ ձմռանը ջերմոցները միացնում են գազը, որպեսզի տաքանա ջերմոցը։ Մենք ունենք մի լավ առաջարկ։ Նոյեմբերյանի շրջանը կլինի Հայաստանում այն շրջանը, որը կլուծի թանկ ապրանքի, թանկ գյուղմթերքի գինը ձմռանը Հայաստանում։ Ինչով կստեղծենք ջերմոցների համար նախատեսված հատուկ ազատ տնտեսական գոտի։ Մարդիկ ջերմոցներ կհիմնեն նոյեմբերյանում, որը կստանա գազ, բայց սահմանային գնով։ Քանի որ գազը Հայաստանը ներմուծում $165 եւ մինչեւ հասնում է Երևան, մինչեւ հասնում է մյուս շրջանները, թանկանում է